համոզված եմ դրանում, որ վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի եւ Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ես ինքս դրա համար շատ եմ մեղադրում, որ պետք է գայի ասեի ժողովուրդ, որ մենք պետք է համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն եւ մեր զիջումների սահմանը պետք է լինի մեր 29743 քառակուսի կիլոմետրը։ Այսօր Հայաստանի Հանրապետության տասնյակ, եթե ոչ 100,000-ավոր քաղաքացիներ բարիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետած տոկոսների տակ։ Եվ մենք կարծում ենք, որ միանշանակ եւ անելդվա պետք է զրոյացնել բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական վարկերի։ Ես ով ասեմ դեմ եմ նման որոշումների ֆինանսական պարտավորություն։ Այդ ոնց է տենց է, այդ շատ հեշտ է։ Եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք։ Սիրելի հայրենակիցներ, սա Նիկոլ Փաշինյանի հակասական իրարամերժ ելույթներն էր սափրվելուց առաջ եւ հետո։